Ասիր ինքնիշխանությունն այն է, որտեղ գործում են քո օրենքները, այսինչ սահմաններում գործում են քո օրենքները։ Թագավոր, բայց դա բացարձակ չի։ Ուրեմն սա գոշից բանալեցի, որ թագավորը կարողանում էր պահել իր օրենքները, այսինքն քո օրենքների վրա ուրիշ պետություն ազդեցություն չունի, բայց հիմա եկանք դրան, մեր մոտ Հայաստանում հիմա եկանք դրան, օրենք չենք գրում։ Մենք ըստ էության, այո, աշխարհակարգն այնպիսին է, որ ես չգիտեմ քանի պետություն կա, որ ինքն է իր օրենքները գրում, որովհետև Հայաստանում սահմանադրությունը գրում է ուղարկում ես Վենետիկի հանձնաժողովը։ Ընտրությունները գալիս է դիտարկելու ԵԽԽՎ-ն, ու ինքը կասի այդ ընտրությունը լավն է թե չէ։ Կա ավիացիոն ընդհանուր օրենսդրություն եւ օրինակ այդտեղ չես կարող քո օդի հետ կապված ինքնիշխան որոշումներ կայացնել։ Ուրեմն վերջի ինքնիշխան, վերջի երկիր մոլորակի պատմության մեջ Հյուսիսային Կորեայի դեպքը չհաշվենք, դա մի քիչ այլ է։ Վերջին ինքնիշխան սահմանադրությունը գրվել է 1936 թվականին Ստալինյան սահմանադրությունն է։ Դրանից հետո բոլորը հավաքական նույնիսկ 76 թվականի սովետական միության սահմանադրությունն արդեն համաձայնեցված էր հավաքական արևմուտքի հետ։